Ֆորտունայի եթերում մոլորակ լրատվականն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես, սանիտարական մաքրություն, աղբահանություն, կանաչապատում և օրակարգային այլ հարցեր, աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Վանաձորի քաղաքապետարանում, կարևոր հարցերին անդրադարձել է Գոհար Մովսիսյանը։ Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները Վանաձորում անցկացվեցին պատշաճ մակարդակով։ Այս մասին այսօր խոսվեց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ամենշաբաթյա հաշվետվության ընթացքում։ Այնուհետ ըստ առաջնահերթության քննարկվեց քաղաքի սանիտարական մաքրության հարցը։ Փողոցներ կան, որ անընդհատ ավազի ցեխի մեջ են հատկապես անհետներից հետո ջերմուղի քանդած տարածքներից ամբողջ ավազը, խիճը, դիրնը բերում հասցնում են կենտրոնական փողոցներ։ Ուրեմն աշխատանքները պետք է շատ լավ կազմակերպվի ու շատ լավ մաքրվի։ Քաղաքապետ Սամվել Դարբինյանի դիտարկմամբ, թեև սանիտարական մաքրման ժամանակ փողոցների լվացում չի նախատեսվել, այնուամենայնիվ քաղաքի փողոցները լվացման կարիք ունեն։ Այս ուղղությամբ քաղաքապետարանը համապատասխան միջոցներ է ձեռք առնում։ Այսօր մեքենան ասում է հետևից զգում են, որ փոշի կապում է, դրա առաջ դիարներ։ Դա կապ չունի ինչի հետևանքով է, այնուամենայնիվ պետք է փողոցները գոնե ամիսը 1-2 անգամ լվացվի արդեն, այն ճանապարհ չունենք։ Նաև, ասենք, ասֆալտի ծածկույթը շատին է և հենց ինքը ասֆալտը քայքայում է, փողոցներն առանց լվալու չի ստացվել, հասկանում են բյուջեում պրոբլեմներ ունեն, բայց սա այն ամենակարևոր հարցերից մեկն է, որ առանց դրա առաջանալ չի կարող։ Հաշվետու ժամանակահատվածում տեղափոխվել է 1500 խորանարդ մետր կենցաղային և 800 խորանարդ մետր խոշոր եզրաչափի աղբ։ Վնասազերծվել է 37 թափառող կենդանի, փոխարինվել փողոցային լուսավորության 51 վառված լամպ։ Վառված լամպերի թիվը ներկայում 86-ն է, զեկուցեց կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետը։ Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետն էլ խոսեց համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներից։ Սամվել Դարբինյանը ցանկություն հայտնեց ներկա գտնվելու մարզիկների պարապմունքներին։ Վանաձորցիները հաղթանակի հույսեր են կապում հատկապես թեթև ատլետիկայի, բասկամարտի ու շախմատի հետ։ Իսկ մշակութային միջոցառումների հետ կապված եղավ առաջարկ համայնքի ղեկավարի կողմից։ Ավանդական դարձած ծաղկի տոնը այս տարի նշել երեխաների պաշտպանության միջազգային օրվան զուգընթաց։ Երեխաների հետ էլ կգնանք, դա ծաղիկներ կհավաքենք, համ երեխաները այնտեղ բնության հետ կապվելու խնդիր ունեն։ Եթե երեխան իր մանուկ հասակից բնությանը չկապվեց, բնությունը չսիրեց, հետագայում այլևս չի կարող սիրել։ Շաբաթվա ընթացքում համայնքային բյուջե մուտք է եղել 27 միլիոն 997 հազար դրամ, այսինքն բյուջեն կատարվել է 120%-ով, տեղեկացրեց ֆինանսական բաժնի պետը, որից սեփական եկամուտները կազմել են 15 միլիոն դրամ։ Պետության կողմից պատվիրակված լիազորությունների գծով մուտքերը կազմել են 4 միլիոն 473 հազար դրամ, պաշտոնական դրամաշնորհները 8 միլիոն 400 հազար դրամ։ Շաբաթվա ընթացքում վերացվել է ջրագծի 25 վթար։ Հաջորդ զեկույցը ներկայացրեց Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետը։ Խորհրդակցության ավարտին տրվեցին նաև հանձնարարականներ, ավարտել նշագծման ծաղկապատման աշխատանքները, հնձել խոտածածկ տարածքները, իսկ Դարոժնիկ ընկերության կողմից կատարված անորակ աշխատանքների համար արձանագրություններ կազմել։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, մոլորակ։ Տանիքը փլվել է 2 երեխայի գլխին, հազիվ փրկվել են նոր վտանգը, սակայն Հաղպատի համայնքապետարանի աշխատակիցներին կարծես թե չի մտահոգում։ Ցավեր առանց սահմանների ֆրանսիական կազմակերպության և Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով իրականացվում են դասընթացներ ներառական կրթության ամրապնդման և մասնագետների կատարելագործման ուղղությամբ։ Հերթական դասընթացը նվիրված էր ընտանիքին և ախտորոշմանը, և Orange Elephant երեխաների զարգացման կենտրոնը փոխել է հասցեն, բայց ոչ գործունեության նպատակը, հատուկ անդրադարձ կենտրոնի գործունեությանը։ Տանիքը փլվել է 2 երեխայի գլխին, հազիվ փրկվել են նոր վտանգը, սակայն Հաղպատի համայնքապետարանի աշխատակիցներին կարծես թե չի մտահոգում։ Առավել պարզ առաջարկվող տեսանյութում։
Լոռու մարզի Հաղպատ համայնքում ենք, տներից մեկն է, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է տասնյակ տարիներ առաջ կառուցված կացարանից, հորդառատեղումների պատճառով տանիքի մի մասը ամբողջությամբ փլվել է, իսկ տան ներսում ամենուր փլատակներ են։ Ընտանիքը, որը ստիպված ապրում է այս հարկի տակ, ապաստան է գտել տան անկյուններից մեկում, որը ընդամենը մի քանի քառակուսի մետր է։ Այնտեղ են տեղափոխել անհրաժեշտ պարագաները եւ կախված վտանգի տակ ապրում են, ամեն օր աղոթելով, որ հանկարծ տանիքի մնացած հատվածը գլխներին չփլվի։ Տաթևիկ Շամբարյանը երկու մանկահասակ որդի ունի, ապրում է առանց ամուսնու, շատ անգամ դիմել է տարբեր կառույցների, որպեսզի աջակցեն իրեն կամ տանիքի ամրացման հարցում, կամ նոր ապաստանի, սակայն ոչ մի արձագանք, ասում է, անհանգստանում է հատկապես երեխաների համար։ Խնդրում ենք որևէ բանով մեզ օգնել։ Երեխեքը հիվանդ երեխեք ունեմ, որ քուրս հիվանդ է, որևէ բանով մեզ օգնել։ Տաթևիկ Շամբարյանը գյուղապետարան մի քանի անգամ դիմել է աջակցության հարցով, սակայն ինչպես ինքն է ասում, անտարբեր են։ Տանտիկինը նշում է, որ երեխաներից մեկը առողջական լուրջ խնդիրներ ունի, ունեցած եկամուտով, որն է նպաստ ու պարբերաբար ժամանակավոր աշխատանք, կարողանում են միայն կեցություն ապահովել, տանիք նորոգել կամ տան պատեր ամրացնել պարզապես անհնար է։ Հողագործությամբ եմ զբաղվում, որ երեխեքին պահեմ, մինչև թոշակ նպաստի վախտերը, որ հացի հասցնենք։ Տան միայնակ տիկինը պետական կառույցներից ու անհատներից խնդրում է աջակցել իրեն, խղճալ գոնե 4 եւ 6 տարեկան երեխաներին։ Եթե Աստված մի արասցե տունը երեխաների գլխին փլվի, կարելի է ենթադրել, թե ինչպես կարդարանան Հաղպատի համայնքապետարանում, բայց հույս ենք հայտնում, որ բանը դրան չի հասնի եւ գոնե փոքր չափով այս ընտանիքը հենց համայնքապետարանից աջակցություն կստանա։ Սարգիս Գոքորյան, Տիգրան Բարսեղյան, Մոլորակ, Հաղպատ։ Ցավեր առանց սահմանների ֆրանսիական կազմակերպության եւ Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով իրականացվում են դասընթացներ ներառական կրթության ամրապնդման եւ մասնագետների կատարելագործման ուղղությամբ։ Հերթական դասընթացը նվիրված էր ընտանիքին եւ ախտորոշմանը։ Հերմինե Յավերյանն է մանրամասնում։ Լոռու մարզում ներառական կրթության ամրապնդման, սոցմանկավարժների մասնագիտական կարողությունների բարձրացման, համապատասխան հմտությունների փոխանցման նպատակով հերթական դասընթացը տեղի ունեցավ մարզկենտրոն Վանաձորում։ Սեմինարին ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ծրագրերի բաժնի ղեկավար Հասմիկ Մկրտչյանը եւ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի կանանց երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը։ Ծրագիրն իրականացվում էր Ցավեր առանց սահմանների ֆրանսիական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից Լոռու մարզպետարանի աջակցությամբ եւ ֆրանսիական Պրովանսալ գյուտազուղ նահանգի ֆինանսավորմամբ։ 10 տարվա պատմություն ունի համագործակցությունը եւ յուրաքանչյուր ծրագիր սկսելուց առաջ տեղի ունենում քննարկում, կոնկրետ այս քննարկումը կապված ընտանիք եւ ախտորոշում թեմայի հետ եւ աուտիզմով տառապող երեխաների մասով մենք դեռևս քննարկել ենք 2010-11 թվականներին մարզպետարանում մեր առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հետ համատեղ, ինչպես նաեւ կրթության վարչության հետ համատեղ դեռևս ներառական կրթությունը Լոռու մարզում նոր էր կայանում 2009-10 թվականներին եւ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կան բավականին երեխաներ, ուրեմն նման խնդիրներով, որոնց ծնողները դպրոց չեն բերում կապված երկու պատճառով մասնագետների բացակայության, բայց մյուս ամենակարևոր խնդիրը նա էր, որ ընտանիքներում չէին պատկերացնում, որ կարելի է նմանատիպ երեխաների հետ աշխատել եւ հաջողություններ ունենալ։ Եվ հենց սա էր, որ եղավ մեր քննարկումների առանցքային թեման եւ մեր գործընկերները խոստացան, որ Ֆրանսիայից կհրավիրեն մասնագետներ, որոնք Լոռու մարզի ներառական դպրոցներում կարող են բավականին լուրջ արդյունքներ արձանագրել, ինչպես նաև մեր առողջապահական կազմակերպություններում եւ նաև մանկապարտեզներում, որտեղ մենք ունենք նաև ներառական մանկապարտեզներ։ 2004 թվականից Ցավեր առանց սահմանների կազմակերպությունը Վանաձորում տարեկան 3 անգամ մասնագետների հրավիրելով աշխատում է այն շահագրգիռ մարդկանց եւ կառույցների հետ, որոնք աշխատում են դեռ չծնված երեխայից մինչեւ նրանց ընտանիքներ ընդգրկելու ուղղությամբ։ Կազմակերպում են սուպերվիզիաներ, սեմինարներ, դեպքերի քննարկումներ, նշեց կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի տնօրեն Անուշ Առնավутյանը։ Այս տարվա ծրագիրը հենց Լոռու մարզպետարանի միջոցով ուղղորդում եղավ ներառական կրթությանը։ 2015 թվականը ներառում է 4 ներառական դպրոցներ, թիվ 16, 18, 25 եւ 27 եւ ներառական թիվ 5 նախակրթարանը։ Բայց աշխատելով կոնկրետ այս հաստատություններում մենք չենք բաց թողնում նաև բոլոր մյուս հաստատությունները, ովքեր
ունեն կապ ընդհանրապես երեխաների հետ եւ կարող է ընթացքում նաեւ ունենան ներառական կրթությամբ երեխաներ։ Այսօրվա կոնֆերանսի նպատակն է հզորացնել հայ մասնագետներին եւ հրավիրվածները բոլորը Լոռու մարզի, ոչ միայն Վանաձորի, այլ Լոռու մարզի մասնագետներն են, կան Ստեփանավանից մասնագետներ, Կատինյանի գնահատողական կենտրոնից եւ բոլորը աշխատում են տվյալ պահին դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա եւ պետական եւ ոչ պետական հաստատություններ։ Ընտանիք եւ ախտորոշում թեմայի շուրջ իրենց փորձով մարզի տարբեր համայնքների մասնագետների հետ կիսվեցին ֆրանսիացի մանկահոգեբույժներ Ժերար Ռոբեն եւ Սեբաստիան Պիզակը։ Դասընթացի ընթացքում հյուրերը կարևորեցին աուտիզմ ախտանիշով երեխաների ընտանիքների մասնակցությունը, ներառական կրթության մեջ եւ ծնողների հետ աշխատանքը։ Առաջարկեցին այնպիսի խմբային աշխատանքի ձևեր, որոնք արևմուտքում վերջին տարիներին լայնորեն կիրառվում են, սակայն մեզ համար նորամուծություն են։ Օրինակ, հեքիաթ միջնորդությունը, հոգեշարժականությունը, փոքրիկ նպաստակը եւ այլն։ Առաջարկվեցին նաեւ ախտորոշիչ սանդղակներ, խոսվեց մանկական վախերի ու բժշկական նախադեպերի մասին։ Ներառական կրթության մասնագիտական կատարելագործման 4-րդ դասընթացի ավարտին ծրագրերի տնօրենը հավելեց, որ մինչև տարեվերջ սպասվում է եւս 2 մասնագիտական այց։ Հերմինե Յավերյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Օրանժ էլեֆանտ երեխաների զարգացման կենտրոնը փոխել է հասցեն, բայց ոչ գործունեության նպատակը, հատուկ անդրադարձ կենտրոնի գործունեությանը Նարինե Ասատրյանի տեսանյութում։ Արդեն շատերին հայտնի նարնջագույն փղիկ կամ օրանժ էլեֆանտ երեխաների զարգացման կենտրոնն է։ Այսուհետ այն Տիգրան Մեծի 28 հասցեի փոխարեն կգործի Տիգրան Մեծի 75 հասցեում։ Այստեղ սկսած ժամը 11-ից մինչև 20:00 այցելում են 3-ից 12 եւ ավելի տարիք ունեցող երեխաները, որոնք էլ մասնակցում են դասապատրաստումների եւ զբաղվում են տարատեսակ ինտելեկտը զարգացնող խաղերով։ Տաթևիկ Պեպանյանը փոքրիկ Սոֆիի մայրն է, ասում է իր բալիկին մեծ ուրախությամբ է վստահում կենտրոնի աշխատակիցներին, քանի որ երեխան ոչ միայն սովորում է խաղալ, նկարել գեղեցիկ մաքուր եւ հարմարավետ վայրում, այլ նաեւ շփվում է իր հասակակիցների հետ։ Շատ գոհ եմ, շատ հաճելի վայր է, որտեղ երեխաները իրենց լավ են զգում, զվարճանում են, նաեւ զարգանում, շատ հաճելի եւ երեխաներին բացող, ավելի կոմպլեքսներից ազատագրող վայր է, ինչը մեզ համար հատկապես ցանկալի է։ Փոքրիկը դրանից հետո սկսեց ավելի ազատորեն շփվել։ Այստեղ փոքրիկները սովորում են նկարել, ներկել, ծեփամածիկներով ու պլաստիլինով պատրաստում են շատ ու շատ մուլտֆիլմի իրենց նախընտրած հերոսներին, ինչն էլ ըստ կենտրոնի մասնագետների ակտիվացնում է երեխաների մատների աշխատանքը, խթանելով մանր մոտորիկայի զարգացումը, որը նպաստում է նաև փոքրիկի ուղեղի աշխատանքի ակտիվացմանը, ինչպես նաև նրա խոսքի, մտածողության եւ տրամաբանության զարգացմանը։ Կենտրոնի մասնագետները հավաստում են, նյութերը ալերգիկ չեն եւ միանգամայն անվնաս են։ Յուրաքանչյուր նյութը անցնում է մանրակրկիտ ստուգում եւ բացառվում է այստեղ երեխաների հիվանդանալը։ Միշտ վարճանում եմ եւ այստեղ շատ լավ եմ մորանցնում եւ փրիկն է մեր հետ խաղում։ Շատ եմ սիրում հաճախել։ Կարճություն եմ անում, խաղում եմ։ Ու չգիտեմ էլ կարճություն եմ անում։ Տեղեկացնենք նաև նարնջագույն փղիկ երեխաների զարգացման կենտրոնում գործում է նաև խանութ-սրահ։ Այստեղ ներկայացված են խաղերի ու նյութերի այն լայն ընտրանին, որոնցով կենտրոնում խաղում են երեխաները։ Խանութ-սրահից դասապատրաստումներից երեխաների գեղագիտական ճաշակը բարձրացնելուց բացի կենտրոնում իրականացվում է նաև մանկական տոնակատարությունների կազմակերպում, որի անբաժան հերոսը հենց նարնջագույն փղիկն է, ով սիրով սպասում է բոլոր փոքրիկներին։ Երեխաները այստեղ կարող են զարգանալ, նկարչությամբ զբաղվել, պլաստիլիններով խաղալ, ծեփախմորներով եւ ուղղակի զվարճանալ։ Եվ սպասում ենք բոլոր երեխաներին մեր կենտրոնում։ Օրանժ էլեֆանտ երեխաների զարգացման կենտրոնում նշում եւ հավաստիացնում են, իրենց մասնագետները պարբերաբար մասնակցում են Մայրաքաղաքի Օրանժ էլեֆանտ կենտրոնում անցկացվող դասընթացներին եւ Վանաձորի երեխաները ետ չեն մնում Մայրաքաղաքում իրականացվող նորարարություններից ու զարգացնող նորագույն մեթոդներով դասերակվելուց։ Օրանժ էլեֆանտ կենտրոնը զարգացնում է երեխաների գեղագիտական ճաշակը, խմբավարի օգնությամբ երեխաները աշխատում են տարբեր նյութերի հետ, ծեփամածիկների, այսինքն պլաստիլինների հետ, ծեփախմորների եւ ներկանյութերի հետ։ Գիտություն հատկապես մեծ զբաղվածություն ունեցող ծնողներին կենտրոնից տեղեկացնում են, ձեր երեխաներին կարող եք այստեղ բերել շաբաթվա բոլոր օրերին, կիրակի օրը եւս ձեր նախընտրած ժամին եւ նախընտրած տևողությամբ։ Զարգանում ենք զվարճանալով կարգախոսը գրող նարնջագույն փղիկ զարգացման կենտրոնը խոստանում է, կենտրոնում անցկացրած յուրաքանչյուր րոպեն ձեր փոքրիկի համար դարձնել իրական հեքիաթ։ Իսկ հա երեխաների պաշտպանության օրվան հունիսի 1-ին ընթരാճ նարնջագույն փղիկ երեխաների զարգացման կենտրոնը մայիսի 31-ին հրավիրում է բոլորին մասնակցել անցկացվող անակնկալներով լեցուն տոնախմբությանը։ Նարինե Ասատրյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Կարճատև դադարից հետո Լոռու մարզում սպասվող եղանակի մասին կխոսի Անի Մարուքյան, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք, ցտեսություն։
Evadent ստոմատոլոգիական կլինիկայում շարունակում են գործել անակնկալ զեղչեր։ Կլինիկան հագեցած է նորագույն տեխնիկայով եւ բուժական նյութերով բարձր որակն ապահովելու համար։ Ատամնաբուժական ամբողջական փաթեթում ընդգրկված է նաեւ մանկական ատամնաբուժություն, վիրաբուժություն եւ իմպլանտացիա, որը կատարվում է բարձր որակավորում ստացած մասնագետների կողմից։ Evadent-ում խորհրդատվությունն անվճար է։ Մշտական հաճախորդներին տրվում է նվեր-քարտ։ Բուժումից որոշ ժամանակ հետո անվճար այցելություն բժշկին ատամների զննման համար։ Դեղատուն Evadent, միշտ նոր եւ որակյալ տեսականի։ Բոլոր հաճախորդներին կտրամադրվի կൂട്ടակային քարտեր։ Evadent, Քաղաք Վանաձոր, Աղայան 82, դիմացի այգու հարևանությամբ։ Տեխնոլայն, նվերների ընտրության լայն հնարավորություն, թանկարժեք նվերները մատչելի գներով, էլեկտրոտեխնիկա, համակարգիչներ, հեռախոսներ, սպասք ու շատ այլ յուրատիպ տեսականի ցանկացած ճաշակի հաճախորդների համար, նվերների ու գնումների ամենահարմար վայրը, Տեխնոլայն, միայն ցածր գներ եւ բարձրակարգ սպասարկում։ Բարև ձեզ, եղանակի տեսության աջակիցներն են Տեխնոլայն խանութ սրահը եւ Evadent ստոմատոլոգիական կլինիկան։ Գեղեցիկ ժպիտը ձեր այցեքարտն է։ Իսկ այժմ եղանակի մասին։ Լոռու մարզում մայիսի 12-ին օդի միջին ջերմաստիճանը 16 է, իսկ այժմ ջերմաստիճանն ըստ քաղաքների։ Տաշիրում գիշերը 8, ցերեկը մինչև 13 աստիճան տաքություն։ Ալավերդիում գիշերը 5, ցերեկը մինչև 17 աստիճան տաքություն։ Սպիտակում գիշերը կդիտվի 11, ցերեկը մինչև 17 աստիճան տաքություն։ Ստեփանավանում գիշերը 5, ցերեկը մինչև 17 աստիճան տաքություն։ Վանաձորում գիշերը 12, ցերեկը մինչև 19 աստիճան տաքություն եւ Մայրաքաղաքում գիշերը 12, ցերեկը մինչև 21 աստիճան տաքություն։ Մայիսի 12-ից 15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է կաշկուտ, քամին հարավարևմտյան շրջաններում կլինի 5-ից 10 մետր վարկյան արագության։ Այժմ մեր եղանակային լուր աշխարհից։ Տեքսասի հյուսիս-արևելքում մոլեգնած փոթորիկից ավելի քան 25 մարդ է տուժել։ Մի քանի տուն ամբողջովին ավերվել է։ Առնվազն 25 մարդ հոսպիտալացվել է։ Նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։ ԱՄՆ-ի օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ փոթորիկի հետևանքով հնարավոր է տորնադո առաջանա։ Այսօր այսքանը եղանակի մասին, անկախ օդերևութաբանների կանխատեսումներից հաճախ շփտացեք ցտեսություն։